քաղաքական վերնախավը չի ձևավորել հասարակության մեջ, թե որն է լինելու դա հաջորդ նպատակը ցեղասպանության ճանաչման։ Եթե պատմական հիշողությունը հանում ես փոքր ժողովրդից, այդ ժողովուրդը դառնում է ամբողջ։ Եթե վաղը մյուս օրը մեզ չսպառնա բարիզ բուն իմաստով ցեղասպանություն 15 թվականին, այլպես կարող սպառնա Արցախի պես մեր տեղահանում 3 միլիոն ժողովրդի համար։ Ինքը պիտի ապրի խորոված փարթի համար, ապա այդ ժողովուրդը չի կարող ապագանենա։ Մոտ ժամանակահատվածում ինքը տարալուծվելու է կամ ինքը տեղահանվելու է։ Դա տրամաբանական է։ Այս իշխանությունը գլխավոր խոչընդոտն է, որպեսզի Հայաստանը միջազգային մրցանակներում ճնշում գործադրի Ադրբեջանին, որպեսզի կանգնեցնի մշակութային ցեղասպանությունը։ Ողբերգությունն ու կատաստրոֆան շարունակվելու է։ Արցախը մենք կորցրեցինք այս իշխանության պատճառով։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Լրացավ հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Տեսանք բազմաթիվ իշխանական այցեր, ծաղիկների խոնարհումներ եւ այլն։ Բայց մինչ այդ հայտարարությունների բովանդակությունը տեսնելով լսելով հասկանում ենք, որ քաղաքականությունը տարվում է առաջ։ Կամ անտեսել, կամ չընդունել, կամ կարևորություն չտալ հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Եկեք հասկանանք ինչ է իրականում մեզ տալիս կամ ինչ վտանգ է սպառնում, եթե օրինակ հայոց ցեղասպանության հետքերով չենք գնում, չենք պահանջում ճանաչում։ Լավ հարց եք տալիս, տեսեք ընդհանուր առմամբ հայոց ցեղասպանության օրը ապրիլի 24-ի իմաստը պետք է բացահայտվի մեր հասարակության համար։ Տեսեք, մինչև խորհրդային միության ժամանակ հայ հասարակության մեջ կար մի խնդիր, որ պետք է ամեն ինչ անենք, որ ճանաչել տանք մեր ցեղասպանությունը աշխարհի կողմից։ Այն ժամանակ դա առաջին հերթին դեռ 1965 թվականին շարժում եղավ, որպեսզի մենք ինքներս մեզ ճանաչել տանք, այսինքն մենք այդ հուշահամալիրի կառուցման հիմքը դրեցինք եւ առաջին անգամ խորհրդային միության մեջ նշեցինք, որ եղել է ցեղասպանություն եւ խորհրդային միությունը անուղղակիորեն հաստատեց։ Դա մեր մեծ հաջողություն ենք համարել տենց։ Բայց աշխարհը չէր ճանաչում այդ ամեն ինչը եւ 80-ական թվականներին առաջին անգամ Եվրոխորհուրդը, երբ որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը, մեր մոտ մեծ ողջունություն առաջացավ, որ վերջապես Եվրոպան էլ ճանաչեց մեր ցեղասպանությունը։ Շատերը առաջին հերթին ասում էին, թե իսկ ինչ է նշանակում ցեղասպանության ճանաչել։ Դա անորոշ էր։ Մեկ ասում էր հողերը կվերադարձնենք, մյուսը ասում էր, որ ուղղակի բարոյական ակտ է, երրորդը ասում էր ինչ-որ երրորդ բան, բայց բոլորի մոտ կար մեծ ողջունություն։ Եվ վերջապես Հայաստանը, որ դարձավ անկախ պետություն, պետական մակարդակով արդեն գնաց այն քաղաքականությունը, բանը пассив թե ակտիվ էական չի, որ այլ երկրները նույնպես ճանաչեն ցեղասպանություն եւ 95 թվականին Ռուսաստանը ճանաչեց, հետո Ֆրանսիան ճանաչեց, հետո այլ երկրները ճանաչեցին, հետո վերջապես Միացյալ Նահանգները ճանաչեց եւ մեր հասարակության մեջ կար այն գաղափարը, որ թե հիմա ամբողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը, մեր գլխավոր նպատակը դա պետք է լինի։ Հիմա ամբողջ աշխարհը ճանաչել է, մնացել է երևի Չինաստանը, Ավստրալիան, մեկ էլ աֆրիկյան երկրները, բայց իրաց ճանաչելուց շատ բան չի փոխվելու, որ մենք ասենք թե մեր որն, այսինքն մեր նպատակի անորոշությունը առաջացել, թե մեր որն է մեր նպատակը։ Այսինքն մենք մեր քաղաքական վերնախավը չի ձևավորել հասարակության մեջ, թե որն է լինելու դա հաջորդ նպատակը ցեղասպանության ճանաչման։ Քանի որ այդ անորոշություն կա, միշտ էլ առաջագալիս մի հատ ուրիշ թեզ, որ իսկ մեզ պետք է որ այդ ցեղասպանությունը ճանաչվի, մենք բանը նահատակության զոհի կերպարով հանդես գանք աշխարհում։ Միգուցե պետք է մենք ուրախանանք, բանանենք, մաքսիմալ մոռանանք այդ ամեն ինչը բան։ Հիմա այսօրվա իշխանությունը հենց երկրորդ թեզն է առաջ քաշում։ Իհարկե ինքը հրապարակապ չի ասում, որ պետք է մոռանանք, բայց փաստացի իր քայլերով ուզում է տանի այդ ճանապարհով։ Բայց ինքը հարց կառաջանա, բայց ինչի է տենց ստացվել, որովհետև այն առաջի տարբերակը թե որն է մեր նպատակը չի ձևակերպված։ Հասկանում եք, մինչդեռ գլխավոր նպատակը մենք մեր քաղաքական վերնախ նոր քաղաքական վերնախավ պետք է ի հայտ գա, որտեղ այն 5 քաղաքական վերնախավը ինքը արդեն մաշվել է, ինքը արդեն իր ասած ամեն ինչը ասել է, այս ցեղասպանության հարցում էլ ինքը անորոշ է մնացել, դրա համար եկել է այս նոր վերնախավը, որը ասում է ավելի լավ է մենք ոչ թե հիշենք այդ օրը, այլ կամաց մոռանանք ու ուրախության տոներ հիշենք եւ գնանք այդ ճանապարհով, որպեսզի անընդհատ տխուր վիճակի մեջ չընկնենք։ Դա մոտավորապես նմանային բանի, որ վրացիների մոտ օրինակ եմ ասում, երբ որ ծնողը կամ բան մահանում էր, բանը մի տարի սաղ սև էին հագնվում, հա, ասենց այս տարբերակ։ Հիմա այս իշխանությունը ասում է, որպեսզի մենք սաղ ազգովի սև չհագնենք, սաղ մեր կյանքով մեկ, եկեք ուրախության օրեր նշենք, այլ ոչ թե բան հիշենք էսի։ Իրականում եւ առաջի վերնախավն է անորոշության մեջ, եւ այս երկրորդ վերնախավի թեզը շատ վտանգավոր է, որտեղ գլխավոր նպատակը մեր
այս ցեղասպանության ճանաչման, պետք է լինի այն, որ մենք պետք է հասնենք նա, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, որտեղ եթե Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը, Թուրքիայում չկատարվի դենացիֆիկացիա, այսինքն մարդկանց գիտակցության մեջ չմտցվի այն գաղափարը, որ մեծ ողբերգություն ա եղել եւ այդ ողբերգության պատճառը իրանք են եղել, ապա վտանգը երկրորդ ցեղասպանության չի անցնի։ Տեսեք, հրյաները կարողացան հասնել ցեղասպանության ճանաչման իրենց համար, իհարկե մենակ իրանք չհասնեն, աշխարհին դա շահավետ եղավ, որ Գերմանիան ճանաչի, որի հետո, որից արդյունքում իրենք սկսեցին ավելի անվտանգ ապրել Եվրոպայում։ Ասեմ ձեզ, որ երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ հակասեմիտիզմը տարածված էր ոչ միայն Գերմանիայում։ Հակասեմիտիզմը հրյաների հետապնդումները տարածված էր ամբողջ Եվրոպայում մեկ։ Բոլոր եվրոպական երկրներում հետապնդում էին հրյաններին։ Եվ հրյաները հասան ցեղասպանության ճանաչման, դատապարտեցին հակասեմիտիզմը, որպեսզի իրենք կարողանան ազատ շնչել ապրել եվրոպական երկրներում։ Իրանք դրան հասան։ Իրանք մենակ իրենց ուժով չհասան։ Իրանք կոնսոլիդացրեցին այլ աշխարհի հիմնական ուժերին, որոնց նաև շահավետ եղավ դա լինի, եւ արդյունքում հիմա հրյաները բացի իրենց պետությունից, իրանք իրենց երաշխավորված են զգում ապրելու իմաստով աշխարհի մեծ երկրների մեծ մասում, եւ դա դրա համար, տեսեք, գերմանացի ժողովրդի մեջ միշտ եղել է այդ բարբարոսական էլեմենտը։ Առաջին համաշխարհային պատերազմը Գերմանիայի պատճառով ծնվեց, երկրորդ համաշխարհային պատերազմը Գերմանիայի պատճառով ծնվեց, ֆաշիզմը վերջապես հիմնականում ֆաշիզմը ճիշտ է Իտալիայից սկսվեց, բայց վերջնական Գերմանիան դարձավ ֆաշիզմի բնօրանը, հա, բայց դա չի կարելի ասել, որ այդ ժողովուրդը ֆաշիստական ժողովուրդ է, որտեղ նույն ժողովուրդը ծնել է նաև Բեթհովեն, Մոցարտ, Բախ, Հենդել, Գելացանել եւ վերջապես այդ ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է իր դրական եւ բացական դրսևորումներով եւ պետքա ժողովրդին ամբողջ ժողովրդին մեղադրել ֆաշիզմի մեջ կամ սադիզմի մեջ չի կարելի։ Պետք է մեղադրել այն վերնախավին, որը ծնում է ժողովրդի միջի վատ սադիստական հատկությունները։ Եվ այդ իմաստով աշխարհը ընդհանուր եզրակացության եկե, որ Գերմանիայում պետք է թույլ չտրվի, որ ծնվի մի հատ նոր վերնախավ, որը իր մեջ նմանվի ֆաշիզմին, ֆաշիստական վերնախավին, որտեղ ֆաշիստական վերնախավով Գերմանիան վտանգ կլինի աշխարհի համար, հա? Եվ այդ նպատակին հասել են եւ հրյաները եւ աշխարհը եւ թույլ չեն տալի, որ Գերմանիայում տես բան ծնվի, հենց որ Գերմանիայում մեկը հրյաներին մեղադրում է կամ չգիտեմ ինչ որ խոսում է, որ Հիտլերը լավն էր, միանգամից առաջանում է այնպես մի հատ իր մտնոլորտ, որ այդ մարդուն կամ հեռացնում են քաղաքական դաշտից կամ լրագրության մեջ չի կարող աշխատի եւ այլն։ Մեր նպատակը պետք է լինի այն, որ նույն բանը լինի Թուրքիայում, իհարկե հնարավոր է, տեսեք, թուրք հասարակության մեջ էլ կան որոշակի շերտեր, որոնք ասում են, որ մենք պետք է դառնանք եվրոպական տիպի ժողովուրդ, մեզ խանգարում է այդ ասիական, բարբարոսական հատկությունները, որպեսզի մենք ազատվենք, մեզ էլ է պետք մի հատ հումանիստական process անցկացնենք, որտեղ մեզ շահավետ չի, որ մեզ անդադ մեղադրեն, որ մենք բարբարոս ժողովուրդ ենք, մեր հանդեպ բացասական անենք, հետո մեզ չեն ընդունում Եվրամիության անդամ դառնալու համար, չէ՞։ Այդ վերնախավը կա։ Հիմա շատերը կասեն այդ վերնախավի բան է, բայց այդ վերնախավը կարող է դոմինանտային չի։ Հա, իհարկե, այսօր դոմինանտային չի, բայց պետք է մենք ամեն ինչ անենք, որ դա դառնա դոմինանտային, որտեղ դրանից է կախված մեր անվտանգությունը։ Եթե մենք չհասնենք Թուրքիայում դենացիֆիկացիայի, ապա անընդհատ կլինի սպառնալիք, որ Թուրքիան մի օր կարող կրկնի այն ինչ որ կատարվել է 1915 թվականին։ Մանավանդ որ թուրքական քաղաքական պատկերացումների մեջ կա այն տեսակետը, որ Թուրքիան պետք է ձգտի իր սահմանները ընդլայնել ի հաշիվ մահմեդական ժողովուրդների, որոնք ապրում են նախկին ռուսական կայսրությունում եւ խորհրդային միությունում։ Տեսեք, Արևմտյան Հայաստանում հայերի բնաջնջեցին, հետո այո, իհարկե, հետո Նախճիվանը ստիպեցին, որ միացվի Ադրբեջանին, Արցախը թողեցին Ադրբեջանի մեջ, մնացել է մենակ Հայաստանը։ Զանգեզուրը չկարողացան վերցնել, բայց այս Հայաստանի խնդիրը մնացել է օդի մեջ կախված։ Հիմա էլ այս եթե մենք չենք անում դենացիֆիկացիա Թուրքիային, թուրքերն են դենացիֆիկացիա անում մեզ։ Հիմա մենք հայտնվել ենք դենացիֆիկացիայի process-ի մեջ, այսինքն երբ որ մեր քաղաքական վերնախավը չի կարողանում ձևակերպի մեր ժողովրդի համար, թե ինչ պետք է անենք, որ մենք կարողանանք լուծենք, իրանք կարողանում են ձևակերպել մեր համար։ Դա բնության օրենք է։ Ցանկացած բնության, եթե դու չես կարողանում մյուսին ճնշես, ինքը քեզ կճնշի հակառակը։ Հիմա Հայաստանում կատարվում է հայկական դենացիֆիկացիա, այսինքն այսօրվա քաղաքական վերնախավը եկել է, ինքը կատարում է այն պատվերը, որը կա թուրքական ազգայնական վերնախավի մոտ, այսինքն հայ ժողովրդի մեջ հանել հայկական հիշողությունը, հայերի պատկերացումները, Մասիսարի սիմվոլները, բան եւ այլն, բայց եթե փոքր ժողովուրդը կատարվի դենացիֆիկացիա, այդ փոքր ժողովուրդը կամաց կամաց կազմալուծվելու վերանալու է,
որտեղ եթե պատմական հիշողությունը հանում ես փոքր ժողովրդից, այդ ժողովուրդը դառնում է ամբողջ։ Ցեղասպանությունն է նաև դրա մասը։ Ինքը դառնում է ամբողջ եւ հեշտ է լինում այդ ժողովրդին եւ պետությանը կլանել։ Հիմա Թուրքիան խաղաղ ճանապարհով այդ փորձում է դա անի։ Այս մարդկանց ձեռքերով։ Սա միանշանակ եմ ասում։ Մեծ ժողովուրդը որ դենացիֆիկացիա է ենթարկվում, ապա այդ մեծ ժողովրդին չի սպառնում մեծ վտանգներ, որտեղ դա մեծ երկիր է։ Երկիրը հումանիզացվում է այդ իմաստով եւ ինքը բանը վտանգները ուրիշ երկրների նկատմամբ ավելի թուլանում են։ Օրինակ Գերմանիան այսօր բادرությամբ ոչ մեկին չի սպառնում, որտեղ ինքը հումանիզացված, դենացիֆիկացված երկիր է, այսինքն գերմանական այն ֆաշիստական հակումները, որ ժողովրդի մեջ կար, խեղդել են բանի մեջ, բնորանի մեջ։ Դա համար ինքը իր մեջ դրական կողմերն է դուրս գալիս եւ Գերմանիան այսօր բادرությամբ միջազգային արենայում դրական դեր է կատարում եւ իրան դրական են գնալ։ Ճիշտ է, մեկը այդ դրական, մեկը բացասական, բայց մեծ հաշվով ինքը դրական կերպարով է հանդես գալիս։ Իրանցից ոչ ոք չի վախենում, բան չի անում, չէ։ Նույն Արցախի այդ պատմությունը ինքը ինչ էր, դա նույնակ նուրբ ձևով ցեղասպանություն էր։ Իհարկե այնտեղ մասսայական կոտորածներ չեղան, բայց մարդիկ զրկվեցին իրենց պատմական հայրենիքից։ Բռնի տեղահանեցին եղավ։ Դա ցեղասպանության մեղմ տարբերակն է կարելի ասել։ Հիմա եթե վաղը մյուս օրը մեզ չսպառնա Փարիզ բունի մաստով ցեղասպանություն 15 թվականին, այլպես կարա սպառնա Արցախի պես մեր տեղահանում 3 միլիոն ժողովրդի համար։ Այսինքն մենք պետք է կարողանանք հետևություն անենք։ Մենք պետք է ձևավորենք մի այնպիսի նոր վերնախավ, որ այդ նոր վերնախավը նոր խնդիրներ դնի մեր ժողովրդի առաջ, որ այդ ժողովուրդը կարողանա իմաստավորի թե մենք ինչի ապրում ես երկրում։ Որտեղ եթե ինքը պետք է ապրի խորոված փարթի համար, ապա այդ ժողովուրդը չի կարող ապագան ունենալ։ Մոտ ժամանակահատվածում ինքը տարալուծվելու է կամ ինքը տեղահանվելու է։ Դա տրամաբանական է։ Ուրիշ տարբերակ չի կարելի։ Բնության օրենքը դա է։ 111-րդ տարելիցից հայոց ցեղասպանության նախորդեց ջահերով երթը եւ ըստ ավանդության այնտեղ վառեցին Թուրքիայի դրոշ, առաջացրեց անհանգստություն իշխանության մոտ, դատապարտեցին առաջի դեմքի, երկրորդ դեմքի կարգավիճակով եւ Ադրբեջանը Հայաստանին ստիպում է կամ այսպես ասած հղում է, որ նա նույնպես դատապարտի պետական մակարդակով։ Սակայն սրա կողքին մեկ ուրիշ օրինակ դնենք։ Ավերվել է Ստեփանակերտի Մայր տաճարը։ Այս առումով ոչ մի խոսք, ոչ մի դատապարտում, ոչ մի անհանգստություն չկա, սակայն այդ դրոշի վառումը մեծ անհանգստություն առաջացրեց։ Ինչպես կարող է այս երկու իրադարձությունները լինել։ Դա Հայաստանում դենացիֆիկացիայի վառ օրինակ է։ Ես ինքս կողմ չեմ դրոշ վառելու, ասեմ ինչու, որովհետև ընդհանրապես դրոշ վառում են ժողովուրդներ, որոնք պարտված են իրենց զգում, թույլ են զգում եւ պարտված լինելով իրենք փորձում են կոմպենսացնել այդ վառելը։ Հիմնականում դրոշներ վառում են, ասենք օրինակ վառում էին պաղեստինցիները, Իսրայելի դրոշն էին վառում, արաբական երկրները Ամերիկայի եւ Իսրայելի դրոշն էին վառում, որտեղ իրանք ուժեղ չէին կարողանում ուժեղ իրենց խնդիրներ լուծել, արդարության բան կար, իրանք կոմպենսացնում էին դրոշ վառելով։ Դրոշ վառելը դա հիմնականում ժողովրդի թուլության մասին է խոսքում, բայց ես ինքս դա իմ անձնական տեսակետն է, բայց դա դատապարտելի չի։ Դա հասկանալի է, դա մարդկայինորեն հասկանալի է, պետական մակարդակով իհարկե չի կարելի խրախուսել տես բան, բայց կառույցը, որ դրոշ է վառում, ինքը պետական կառույց չի, ինքը մասնավոր քաղաքական կուսակցություն է, որը ավանդաբար դա անում է, դա հասկանալի մարդկային բան է, բայց երբ որ իշխանությունը է, այս իշխանությունը, որը դատապարտում է դրոշ վառելը եւ ծպտուն չի հանում, երբ որ Մայր տաճարը ոչնչացնում են Ստեփանակերտում, սա չեմ ասում դա, սա իրենց քաղաքականության տրամաբանական արդյունքն է, այսինքն իրենք փորձում են մեր ժողովրդի դենացիֆիկացիան շարունակեն, այսինքն Արցախ գոյություն չունի, Արցախայության իրավունքի խնդիր պետքա չլինի, Արցախում ինչ որ կատարվում է, պետքա մենք լուր մնանք, իսկ Հայաստանում եթե ինչ մի հատ դրոշ են վառում, պետքա, չգիտեմ, ասենք մեծ աղմուկ բարձրացնենք եւ պետական մակարդակով դատապարտենք։ Եթե ես լինեի երկրի ղեկավարը կամ ղեկավարությունը, ես բնականաբար չէի դատապարտի, բայց չէի էլ հայտարարի, որ ես աջակցում եմ նման քայլը, որովհետեւ ես նույնպես եմ կրկնում, ես իմ կարծիքն եմ ասում, ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ ուժեղ ժողովուրդները պետքա իր մեջ ուժ գտնեն, ուժեղ պետություն դառնան, ուժեղ բանակ սարքեն, բանակով պարադներ ցույց տան, որպեսզի ժողովուրդը ողջևորվի եւ ժամանակի ընթացքում ուժի դիրքերից փորձեն անել են քաղաքականություն, ինչ որ մենք ասացինք, որ մենք պետք է ստիպենք, որ Թուրքիան ի վերջո ճանաչի մեր ցեղասպանությունը եւ մենք պետք է ստիպենք, որ Ադրբեջանը հարգի
մեր գոյության իրավունքը այս տարածաշրջանում։ Միակը չէր դեպքը Ստեփանակերտի մայր տաճարը, Արցախում մենք տեսնում ենք գրեթե ամենօրյա ռեժիմով եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ են ավերվում եւ արդեն ահազանգ կա այդ տատիկ-պապիկ հուշարձանի ավերման մասին։ Սա կարող ենք մենք որակել որպես մշակութային ցեղասպանություն, որը ի սկզբանե եղել է, երբ բռնի տեղահանվել են արցախցիները։ Ինչպես պետք է օրինակ սրա դեմը առնել կամ ինչ քայլեր օրինակ կարող ենք հիմա անել, երբ իշխանությունը ընդհանրապես անհանգստացել է։ Իշխանության փոփոխության Հայաստանում խոսել լուրջ այդ մշակութային ցեղասպանությունը կանգ առնելու համար դա անիմաստ խոսակցություն է։ Այս իշխանությունը գլխավոր խոչընդոտն է, որպեսզի Հայաստանը միջազգային ատյաններում ճնշում գործադրի Ադրբեջանին, որպեսզի կանգնեցնի մշակութային ցեղասպանությունը, որտեղ հսկայական կոթողներ կան մշակութային հայկական, եկեղեցիներ կան, մշակութային բաներ կան եւ այդ Ադրբեջանը հետևողական ամեն ինչը ոչնչացնելու է։ Ավելին կարամ ասեմ, ինքը ոչնչացնելու է Արցախը եւ փորձելու է Արևմտյան Հայաստանի իբր մշակութային մի հատ նոր էջ բացի, որպեսզի առաջին որպես քայլ դնի, որպեսզի վաղը մյուսները փորձի հայտ ներկայացնել ամբողջ Հայաստանի գրավման համար։ Ցուցահանդեսներ են արդեն կազմակերպում այդ թեմայով։ Ինչ եմ ասում, քանի այս իշխանությունը կա, ողբերգությունն ու կատաստրոֆան շարունակվելու է։ Արցախը մենք կորցրեցինք այս իշխանության պատճառով։ 30 տարվա մեջ մենք ապրում ենք խաղաղ, եթե չհաշվենք 4 օրվա այդ պատերազմը, այս իշխանությանը եկավ միանգամից եղան ողբերգությունները։ Սա բնական վիճակ է, որովհետև այս իշխանության իր գաղափարական հիմքով, բանով, ամեն ինչով դա հակապետական, հակաազգային ժողովրդին տանող դեպի ժողովրդի պատմությունը մարող, Արցախի մասին մոռացնող, ցեղասպան, այս տիպի իշխանությունները սովորաբար չեն կարող երկար գոյատևել, որովհետև այս իշխանությունները հակապետական բնույթ ունեն։ Դա մեծ ողբերգություն է, որ մենք 8 տարի մնացել է։ Տեսեք, նման հակապետական բնույթներ նաև ասենք Էլչիբեի իշխանությունը Ադրբեջանում ընդամենը տևեց իր Ղարաբաղի իշխանությունը տևեց ընդամենը 9 ամիս, կամ Գամսախուրձիայի իշխանությունը Վրաստանում տևեց ընդամենը 6 ամիս։ Այնտեղ էլ ուրիշ ձևով էր դրսևորվում, ազգայնական կոդ դրեցին եւ այդ ազգայնական պատճառով իրանք հենց սկզբից արդեն 91 թվականին խնդրեմ ունեցան Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։ Հետո Սաակաշվիլին եկավ իր ավանտուրիզմի պատճառով վերջնականապես կորցրեց 20% տարածքի իրենց, հա։ Ի վերջո ցանկացած այդ տիպի ծայրահեղ ազգայնականություն կամ ծայրահեղ պացիֆիստական իշխանություն ինքը ազգակործանա, պետականակործանա ժողովրդի համար։ Հիմա այս իշխանությունը, եթե դուք նկատեցիք, սկզբից ինքը ուզում էր ծայրահեղ ազգայնական կոդով դեր, Արցախը Հայաստանն է վերջ, մեղադրում էր նախկիններին, որ իրանք չեն ճանաչում, Սարդարապատ են կանում, Տավուշի մետ օպերացիան երկրորդ Աբարայի ճակատամարտի մեծ բանձվեց 70 հատ մեդալ տվեցին բան։ Հետո միանգամից դառավ, հա, ինչ եմ ուզում ասեմ, սովորաբար սրանք Նյուտոնի 3-րդ օրենքի համաձայն ամենածայրահեղ ազգայնականը դառնում է ամենածայրահեղ պացիֆիստը, որտեղ պարտվում է եւ քանի որ ինքը արժեքներ չունի, որտեղ ծայրահեղ ազգայնական ու ծայրահեղ պացիֆիստը դա պրինցիպներ չունեցող մարդն է, որտեղ մարդ, որը պրինցիպներ չունի, ծայրահեղության մեջ որ գնում է, այդ մարդը պետական բնած չի կարող ունենա։ Դաբար իր գոյությամբ ինքը անընդհատ ոչնչացնում է պետությունը։ Դրա համար էլ այդ տիպի մարդիկ երկար չեն կարող մնալ իշխանության։ Հասկանում եք, եթե ինքը երկար մնում է իշխանության, ինքը սկսում է կործանել սեփական երկիրը։ Տեսեք, օրինակ հիմա Զելենսկին երկար մնացել է Ուկրաինայում, կամաց կործանում է սեփական երկիրը։ Իրանք 13 թվականին ուզում էին դառնալ ԵՄ անդամ, հիշեք, 13 տարի անց ԵՄ անդամ են դառել 10 միլիոն ուկրաինացիները, որոնք փախել են Եվրոպայում ապրում որպես փախստական։ Հասկանում եք, բայց բուն երկիրը կորցրել է իր 10 միլիոն ժողովրդին, տարբեր տվյալներով 1.7 միլիոն մարդ անհայտ կորել է կամ մահացել է այդ քաղաքականության արդյունքում։ 20% տարածքի այդ երկիրը կորցրել է եւ այդ երկիրը հայտնվել է քարե դարում, որտեղ մի անձնավորություն, որը կոմիկ էր, դերասան էր, քաղաքականությունից հեռու էր, սկզբունքներ չուներ, պատկերացումներ չուներ, մենակ ծաղրանքներով էր խոսում բան, եկավ իշխանությամբ փորձեց սովորել եւ քանի որ նոր էր, իրան օգտագործեցին որպես մանրադրամ դրսի շրջանակները եւ արդյունքում այդ երկիրը դառավ մանրադրամ։ Հիմա նույնը կարելի ասել էս մարդու մասին, փողոցային խուժան, որը հանգամանքների բերումով նախկին իշխանության հայտնի դեմքերից մեկը իրան նվիրել էր մի հատ թերթի խմբագիր էր դառել, հետո թերթի խմբագիրը դառավ ինքը հասկացավ, որ այս քաղաքական վերնախավետ կարելի է խաղացնել, հետո հիմա դառել է երկրի ղեկավար, իր թերթի խմբագիրի մտածողությամբ է շարունակում կառավարել երկիրը եւ արդյունքում երկիրը հայտնվել է այս վիճակի մեջ։ Սա ամենամեծ ողբերգությունն է մեր ժողովրդի համար եւ ամենամեծ խայտարակությունը։ Ի՞նչն է պահում իր իշխանությունը ձեր կարծիքով։ Ես անկեղծ ասեմ, պահում է
այն որ մենք 30 տարվա մեջ չենք ձևավորել նորմալ քաղաքական մենք փուչ քաղաքական վերնախավ ենք ձևավորել։ Մենք ձևավորել ենք կոլխոզնիկական, սովխոզական, վերացական բաներով եւ թալանի մեջ մտած քաղաքական վերնախավ։ Ցավոք սրտի եմ ասում ես։ Մարդիկ ինչի չեն վստահել նախքին, ինչի չվստահեցին պետական կառույցներին, ինչի պետական սաղ կառույցները փլվեցին մի քանի օրվա մեջ այս իշխանության տակ, որտեղ այդ պետական կառույցները թղթե կառույցներ էին։ Հասկանում եք, բոլոր կառույցները թղթե բնույթ ունեին։ Ոչ մի օրենքներ, սա օրենքները կոնկրետ իշխանությունների տակ սարքած օրենքներ են եղել։ Դրա համար այդ օրենքները սա փլվեցին եւ մի անձնավորություն կարողացավ ամբողջ երկիրը իր բռի մեջ վերցնի եւ 9 միլիոն ժողովուրդը տարածման մի մարդու պատճառով։ Մենք պետք է կարողանայինք 30 տարի մեջ այնպիսի պետություն սարքեինք, որպես այդ պետությունը երկարաժամկետ կյանք ունենար անկախ այդ անձից։ Իսկ եթե մենք պատկերացրեք մեր հələ հերոսացությունն է, ինչ մակարդակի մենք որոգայթների, չգիտեմ, սերիալների, անորակ սերիալներ ենք ցույց տալիս, որը ինչ պիտի դաստիարակել էին մարդկանց մտածողության մեջ։ Հələ պատկերացրեք հələ։ Տեսեք, մենք շատ մեղադրում ենք օրինակ նախկին խորհրդային միությանը, որը տոտալիտար համակարգ էր, համաձայն եմ։ Բայց տոտալիտար համակարգը այնուամենայնիվ որոշակի ինչ-որ բարոյա հոգեբանական ինչ-որ բանը ուղղորդվող քարոզի էլեմենտներ էր դնում իր կինոների մեջ, գեղարվեստական թատրոնների մեջ, բաների մեջ, չէ։ Այսինքն մարդկանց դաստիարակում մարդը պետք է թատրոն սիրի, լավ նորմալ կինո սիրի եւ խորհրդային միությունից ծնվեց մի ժողովուրդ, որի արդյունքում մենք կարողացանք ունենալ Ղարաբաղյան շարժում։ Դուք հասկանում եք, ինչ էր Ղարաբաղյան շարժումը ծնվել է խորհրդային միության հայությունից։ Այսինքն մեկը խորհրդային միությունը թույլ տվեց, որ հայությունը ունենա բարձր ազգային գիտակցություն ունեցող մի հատ հիմա պատկերացրեք այս հայությունը, որ հիմա կա, ունի այն գիտակցությունը, որ կար 88 թվականի հայություն, իհարկե ոչ։ Ղարաբաղյան շարժում չի կարող։ Իհարկե չի կարող, որտեղ 30 տարվա մեջ մեր ժողովրդին սարքեցին, չգիտեմ, կարգին հաղորդման սկեթչերի մակարդակի լավագույնը, ասենց ասեմ, վատագույն խայտարակ ցածր մակարդակի բաներ կար, էլի։ Որոգայթների, բաների եւ այս սերիալների մակարդակի, որտեղ գողական բարքերը դարձան դոմինանտային, լավ տղա, վատ տղա, այսինքն այս ամեն ինչը դաստիարակեց մի նոր հայի, որի հերոսներից մեկը դառավ այսօրվա գործող վարչապետը։ Դուք բացառում եք այս իշխանության վերընտրվելը հունիսի 7-ին։ Ես ցենց ձևակերպեմ, եթե այս իշխանությունը վերընտրվի հունիսի 7-ին, դա կլինի Հայաստանի վերջի սկիզբը։ Ես պնդում եմ, որ դրանից հետո Հայաստանի կործանման գերեզմանափորը կդրվի եւ շատ ոչ երկար ժամանակահատվածում Հայաստանը կունենա այն ճակատագիրը, որ ունեցավ Արցախ։ Մայր Հայաստանը Բարգավաճ Հայաստանի հետ է մասնակցում ընտրություններին։ Դուք ինչ եք անում, որ չընտրվի այս իշխանությունը։ Մայր Հայաստանը ինքը մասնակցեց տեղական մի քանի ընտրություններում, Գյումրիում, Էջմիածնում, Երևանում եւ բոլոր տեղերում էլ հաղթահարեց այն շեմը, որտեղ ինքը կարող էր անցնել ավականի։ Գյումրիում հավաքեց 6%, Էջմիածնում հավաքեց 5.5%, 16%-ից ավել հավաքեց Երևանում։ Այսինքն Մայր Հայաստանը կարող էր ինքնուրույն մասնակցել ընտրություններին, ինչպես որ բազմաթիվ փոքր ուժեր մասնակցում են, բայց Մայր Հայաստանի նպատակը 4 կամ 5 տեղ չունենալն էր պարլամենտում։ Մայր Հայաստանի նպատակը այն էր, որպեսզի մենք կարողանայինք հունիսի 7-ին ոչ թե պատգամավորական տեղեր վերցնեինք, այլ իշխանություն փոխեինք։ Իդեպ ասեմ, որ Մայր Հայաստանի ղեկավարը ժամանակին եղել էր Հայաստան Դաշինքի անդամ եւ 2023 թվականին ինքնական դուրս էր եկել բանից, որովհետև մեծ հաշվով պատգամավոր մնալը ինքնանպատակ չէր։ Իդեպ նույն Արեգնազ Մանուկյանն էր ինքը Հայաստան Դաշինքը, էլի նույն դուրս էր եկել, այսինքն մարդկանց նպատակը, գլխավոր նպատակը պատգամավոր մնալ չէր։ Մարդկանց նպատակը Հայաստանի փոփոխությունն էր, որտեղ եթե նույնիսկ հունիսի 7-ին իշխանությունը չփոխվի, բայց ինչ-որ մարդիկ դառնան մանդատատեր, այդ մարդիկ փաստացին կարելի ասել, որ չեն լուծի Հայաստանի առջև խնդիրները եւ դժվար է ասել, թե իրանք պատասխանությունը պակաս կնի, թե ոչ գործող իշխանությունից, հասկանում եք, այսինքն սա սովորական ընտրություն չի։ Նախկին ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակվա ընտրություններում դրանք քաղաքական ընտրություններ էին։ Քաղաքական ընտրությունների ժամանակ լինում էին լավ եւ վատ քաղաքական ուժեր։ Մեկը լավն էր, մեկը վատ, նայած ում տեսակետից, որտեղ հասարակությունը բազմաշերտ էր, հա, եւ օբյեկտիվ լինենք, չէր կարելի ասել, որ բոլոր սրիկաները հավաքված էին իշխանության մեջ, բոլոր հրեշտակները հավաքված էին ընդդիմության շարքերում։ Այդպիսի բան Հայաստանում երբևիցե չի եղել։ Եվ իշխանության մեջ եւ ընդդիմության մեջ եղել են եւ հրեշտակներ եւ սրիկաներ, հա, ասես ձևակերպենք։ Այս ընտրությունը ֆունդամենտալ է տարբերվում նախկին ընտրությունից։ Սա քաղաքական ընտրություն չի։ Սա ազգային ընտրությունն է,
Հայաստանի ճակատագրի ընտրությունն է, լինել չնելու ընտրությունն է։ Դրա համար երբ որ ասում են թե օրինակ եմ ասում այս կամ ուժը կամ այն ուժը լավն է թե վատն է, ես sense բան կձևակերպեմ։ Եթե իմ անձնական տեսակետը ասեմ, այն ուժը, որը ես ինձ բավարարում է, որ այդ ուժը կարող է երկրում բան փոխի, ցավոք սրտի այդպիսի ուժ հենց ձևավորված չի Հայաստանում։ Բայց եթե ընդդիմությունը օրինակ կոալիցիա կազմելու խնդիր լինի, Բարգավաճ Հայաստանը կմիանա։ Միանշանակ Բարգավաճ Հայաստանը մյուս ընդդիմադիր ուժերի հետ պատրաստվում է փոխել իշխանությունը, իսկ առանց կոալիցիայի հնարավոր չի փոխել։ Ես ինչ եմ ուզում ասեմ, որ եթե մարդիկ կան, որոնք ասենք մարդկանց դուր չի գա, ասենք, չգիտեմ, մեկին դուր չի գա, այս ուժը մյուսին, մեր ուժը մյուսին, երրորդ ուժը չէ, ես դրական եմ, նորմալ եմ համարում մարդկանց, որտեվ նույնիսկ եմ ասում, ցավոք սրտի իդեալական ուժ այսօրվա դրությամբ չկա, եւ այն ուժը, որը ինձ նույնակ կբավարարեր, որ երկրում փոփոխություն տաներ, այդպիսի ուժ ցավոք սրտի չկա, որտեվ մեր հասարակության մակարդակը այդքան չի ցավոք սրտի, որ մենք ունենայինք այնպիսի ուժ, որը հասարակությունը գիտակցեր եւ հասարակությունից ծնվեր այդպիսի ուժ, ցավոք սրտի եմ ասում, բայց նույնիսկ եմ ասում, սա ամուսնության խնդիր չի հասարակ քաղաքացու համար, հասարակ քաղաքացին պետքա ընտրի իր համար, ոչ միայն լավի ու վատի, այլ պետք է ընտրի վատի եւ կատաստրոֆայի միջեւ։ Եթե ինքը նույնիսկ մտածում է, որ այս ուժերից որևէ մեկը լավը չի, ինքը պետք է մտածի, որ եթե հանգարց ինքը չընտրի այս ուժերից մեկին, կամ ընտրի այսօրվա իշխանությունը, բայց ինքը ընտրելու է իր ընտանիքի, իր բարեկամների, անկերների համար կատաստրոֆայի ուղին։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն։ Եթերում ուղիղոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։